Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Բերանգսիվայր բերման են ենթարկում Ղրիմում ահաբեկչություն կազմակերպելու համար կասկածվող երկու տղամարդու։ Մեկը Դենիս Պոպովիչն է, Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու հոգևորական, Ղրիմի եւ Սիմֆերոպոլի մետրոպոլիտ Տիխոնի օգնականը, որի դեմ էր հենց պատրաստվում օգնականը իրականացնել ահաբեկչությունը։ Ես Ուկրաինայի քաղաքացի եմ։ Ինձ հավաքագրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը Ղրիմի եւ Սիմֆերոպոլի մետրոպոլիտ Տիխոնի տեղաշարժերը վերահսկելու համար։ Դենիսին ու մյուս տղամարդուն հանձնարարված էր սպանել Տիխոնին, հավանաբար Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ցավ պատճառելու համար։ Ասում են Տիխոնը նախագահ Պուտինի մտերիմներից է։ Ըստ Դաշնության պաշտպանական գերատեսչության Պոպովիչի ու մյուս տղամարդու մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Նրանք խոստովանական ցուցմունք են տվել ու պատմել, որ պլանավորել էին ահաբեկչությունը իրականացնելուց հետո լքել երկիրը։ Ձերբակալվածների դեմ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման, պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հոդվածներով։ Ռազմաճակատում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով մասշտաբային հարվածներ է հասցրել Զապորոժիեի ուկրաինական վերահսկողության տակ գտնվող հատվածին։ Բազմահարկ շենքեր ու առանձնատներ են վնասվել։ Շահիդներով հարձակման են ենթարկվել նաև Նիկոլաևոն ու Խարկովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքները։ ԱԹՍ-ների հարվածները կանխելու համար Ուկրաինան գործի է դրել ՀՕՊ համակարգերը։ Ուկրաինական կողմն էլ պակաս ինտենսիվ հարվածներ չի հասցրել ռուսներին։ Այդ հարվածներից Խերսոնում շտապօգնության մեքենա է պայթել։ Մահացել է 1 կին, 1 երեխա։ Ռուսական ՀՕՊ-ն ամբողջ գիշեր աշխատել է։ 22 ուկրաինական ԱԹՍ է խոցել։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։